Զավեն կլինի շնչից չկանգնես։ Ինչ ես անում։ Գաբի ջան դու չասեցի շնչից մի կանգնի։ Ես էլ նստել եմ շնչից։ Գիտես չէ՞ որ առանց քո շտապելու էլ էսնագետները շատ արագ են պատրաստվում։ Գիտեմ Գաբի ջան, բայց այս կյանքում անվերջ կարելի է նայել 3 բանի, ինչպես է կրակը վառվում, ինչպես է ջուրը հոսում եւ իհարկե ինչպես է Գաբին պատրաստում նախաճաշ։ Պապա, Զավենին տալ էլի խանգարում է։ Պապա, Ինչ։ Կներես, բայց ես Զավենի հետ համավիտ եմ։ խելոք մնացեք, թե չէ երկուսիդ էլ սոված եմ թողնելու։ Լավ, գնում ենք, արի։ Մի րոպե զանգում են։ Սմբատնա։ Սմբատն ինչի է քեզ առավոտ գիշերով զանգում։ Ինքն է զանգում, ես ինչ իմանամ։ Հիմա կհասկանամ։ Քրոջը չխանգարես։ Իհարկե։ Զավեն! Պապա! Ասա Վիկտոր, Բարելույս Զավենիչ, նույնը քեզ, ինչ կա։ այսօր Սմբատյանի հետ հանդեպումը որ լավ անցնի, կարող է այս երկու օրը մի երկու թուղթ բերեմ ստորագրես։ Հա, խնդիր չկա, բեր, բայց մենակ առանց ուտուշ խմոշի, խնդրում եմ, առանց նստել հելնելու, բեր, ստորագրեմ կգնաս։ Ինչի, բանա փոխվել։ Ընտանիքս։ Լուրջ ես ասում, էքսպերիմենտը ստացվեց։ Դե մի քիչ շուտ է ենթադրությունն անել, բայց ոնց հասկանում եմ, հա։ Շատ լավ է, հələ մի երկու բան պատմի էլի։ Դե ոնց ասեմ, ախր երեխեքի մեջ հարաբերությունները լավացել է։ Անկեղծ ասած դա ինձ հիմա դուր է գալիս։ Մարգոն առանց որևէ խնդրի տունը մաքրում է։ Ոչ ոք չի ստիպում նրա ոչինչ անել, բայց այդպես դե հեռախոսով էլ իզոթերիկ եսի միջեր չի նայում։ Ավելի ճիշտ այդ ճաշերի, թխվածքների, մի խոսքով տենց բաների է հետևում։ Ինչ է ասում։ Գաբին էլ շատ ոգևորված է այդ նոր ռեստորանում բացվող իր դերով։ Ինքն էլ ինչ-որ գրքեր է կարդում, տնային հարցերով Մարգոյին է օգնում։ Հետո Պատկերացրու Զավենն էլ արդեն մեծ ուրախությամբ է գնում գործի, ոնց որ թե լեզու է գտել էլի այդ բանի Սմբատի աղջկա հետ։ բայց այդ վախենալու չի։ Չէ, կարծում եմ չէ, Վիկտոր, Անահիտը շատ ձիգ աղջիկ է։ Ասեմ ավելին, երևի շուտ ինքն է սանձահարել Զավենին, քան թե ես։ Իսկ Արամ ինչ անում։ Այ Արամը ոնց կար, տենց էլ մնացել է նույն բոյին, մի խոսքով այդպես։ Էլի օթերով է։ Ես կասեի օթերում, ջրերում, ցեխերում։ Մի խոսքով փնտրտուքների մեջ է էլի։ Հետո իրեն էլ է հեռախոսով վերադարձրել, որ գոնե ինտերնետում իրեն փնտրի, թե չէ որտեղ ասես գնում իրեն է փնտրում, այդպես էլ չի գտել ոնց որ թե։ Դե ուսամ վերջապես ինքն էլ կգտնի իրան։ Դե հեսա տեսնեմ Սմբատյանի հետ ինչ հաստատվում, կզանգեմ նա։ Լավ, կապի մեջ։ Կապով։ Տան տնտեսությամբ զբաղվող Մարգո։ Այդ տեսնել է պետք։ Արամ վեր կաց։ Արամ վեր կաց, տանը քո սիրած ուտելիքները կան։ Ավելուկով ճաշ, խաշած բրոկոլի, քրճիկ։ Արամ վեր կաց։ Ինչ ես։ Քո խիղճն է, որ կորցրել ես։ Գիտես չէ՞ որ ժամը 12-ն է ու դու դեռ քնած ես։ Հա բայց ում եմ խանգարում։ Դե ընդհանուր առմամբ ողջ մարդկությանը, բայց այս բային կոնկրետ հենց ինձ։ Հեսա մարդ ա գալու տուն ու հեչ հաճելի չի, որ քեզ այս վիճակում տեսնեն։ Բայց դու ինչ ես ուրիշի փոխարեն ենթադրություններ անում։ Կարող այդ մարդան ուզում է ինձ սենս տեսնի։ Արամ, ինձ մի ստիպ որ գնամ պապային ասեմ, որ դու դեռ քնած ես։ Ինքը հիմա այգում լապատկայով գործ է անում։ Հենց իմացավ, առանց լապատկան գցելու միանգամից գալու է վերև։ Լավ, համոզեցիր, օծի լեզու ունես։ Մի րոպե, բայց պապան երբ է լապատկով գործ արե։ Գաբի ես լավ տղերքի խափում ես։ Հենց նա վերջը չէ ես եմ լապատկայով գալու։ Սիշ բռնատիրական հասարակություն է։
Պապ, այսօր Վահանը մեր տուն է գալու։ Գալուած ձերքդ խնդրի։ Պապա, չեմ հասկանում, ձեր ուշք ու միտքը իմ ձեռքն է։ Չէ, ցավդ տանեմ, ճիշտ հակառակը։ Եթե գալուած ձերքդ խնդրի, ես այդ տղայի ձեռքերը հենց այստեղ կկոտրեմ։ Բայց ինչի ես տենց ասում, դու իրան չես էլ ճանաչում։ Որ չեմ ճանաչում, ինչի է գալիս ձեռքդ խնդրելու։ Պապա, ինչ ձեռք։ Ինքը ուղակի գալիս է, որ իրար հետ աշխատենք։ Մեր միջև միայն գործնական հարաբերություններ են։ Հասկացա։ Դե, թող գա։ Բայց ես քեզ չէի հարցնում, ես ուղակի տեղյակ էի պահում։ Իսկ ուրիշ աշխատելու տեղ չկա, որ պիտի գաք մեր տանը աշխատեք։ Չէ, պապ, չկա։ Ռեստորանը վերանորոգման փուլում է։ Կամ պիտի գնայինք Վահանեց տուն, կամ մեր տուն։ Ես նախընտրեցի մեր տուն։ Հա, լավ ես արել։ Չէ, մի չէ, Վահանեց տուն։ Հետո էլ ամբողջ Հովաշենը խոսի, որ Կարլենի չամուսնացած աղջիկը գնացել է ինչ-որ Վահանեց տուն։ Դե պապա, Ինչ։ հեչ։ Սիրելի մոլքուր Ալքերը թաղծոտ Ինչ կա Զավեն։ Նագետները սառնարան դրիմ Բա ուրիշ, Նագետները սառնարանում շարիմ էս ինչ է Զավեն։ Էդ ինչ չի Էդ ես խանութի լավագույն աշխատողի նկարն է Լսի մարդիկ կմտնեն խանութ կմտածեն մահացել ես։ Հենցա չես խալի Այսինքն, Այն գորոզ մեծամիտ ու եսակենտրոն Զավենն արդեն մահացել է Ծնվել է աշխատասեր Ծնվել է մեծերին օգնող Ծնվել է առույգ Ծնվել է Զավենը մոռացար ասես, ահավոր համեստ։ Դե լավ չէ, հա։ Ես ուր համեստ նուր։ Որ համեստ լինեի, բայց այդ նկարը տեղ կկպցնեի։ Ասի որ նագետները շարիմ։ Բարև ձեզ։ Ես Գաբիանց տունն եմ։ Շատ խնդալու էր։ Վայ Գաբի ջան դու ես։ Ճանաչեցի, հա լսի որ գոքնոցով չես երևի դրա համար։ Երևի իրոք սխալվել եք, որովհետև իմ ճանաչած Վահանը սենց աննախադեպ հումորներ չէր անում։ Լավ, ես եմ Վահանն։ Աննախադեպ հումորներն են անջատեցի։ Դու ուրեմն համեցի։ Լավ։ Ոտքս խերով։ Ոտքդ ինչ ա եղել։ Անցած լինի։ Համեցի։ Лимон какти. Давай. Ага. Ով ապցեշկան, նի ովուն է ապցեշկան։ Սինդոյան մտի սենյակ։ Վանջ Ջեյմսին օգնի, վանջ։ Արա Մաքս ինչ տուպո ես, դորելերի բոտ ես, խաղալ չգիտես դու։ Նստեք կապ։ Այամ, Ես եմ։ այամ, Ասա Գաբի։ այամ ջան, կարող է գնաս ուրիշ տեղ խաղաս։ Մինչև այդ գադենգա ես կվերջացնեմ։ Այդ գադեն արդեն եկել է։ Բարև ձեզ։ Բարի օր ապե։ Նիկնեյմդ Վահանը, չէ։ Անունդ։ Ալան։ Ես Գաբիանց աղբերն եմ։ Ուրախ եմ։ Իմ համար թե Գաբի։ Լավ, ձեզ չխանգարեմ գործ արեք։ Բայց մի հատ մինչև գնալ ես մի հատ կարամ, չէ՞ նայեմ որդ որտեղ է նստում։ Առայժմ այամ։ Լավ, գնում եմ, բայց ամեն պահի կարամ գամ։ Նստի։ Նենց էլ հանգիստ նստել ես, ոնց որ իմ աղջիկն է անծանոթ տղու հետ նստած խոսում։ Ինձ ու քեզ համար է անծանոթ։ Գաբին մի ամսից ավելի է արդեն այդ տղու հետ աշխատում է։ Եվ հետո ի տարբերություն քեզ ես Գաբիին վստահում եմ։ Շատ իզուր։ Արի դու ինձ մի տարբերվի, դու էլ մի վստահի։ Կամ վստահի, բայց ստուգի։ Արամ ջան, դու ոնց որ ինձ սխալ հասկացար։ Ի տարբերություն ասելով, ես նկատի ունեմ, որ Գաբիին վստահում եմ, իսկ քեզ ոչ։ Այսինքն ես էլ որ ուզենամ գործընկերոջս հետ Ստոպ։ Այդտեղ մի գաղտնիք բացեմ ես քեզ համար։ Տես, Արամ ջան, գործընկեր ունենալու համար, բալես,
պետք է գործ ունենաս, որ գործընկեր ունենաս։ Բայց դու ոչ մեկը ունես, ոչ մյուսը։ Չհասկացա։ Գաբից ենք խոսում, ինչի պերեկլուշկա եղանք ին վրա որ։ Այդ տենց է կանում էլի որ մարդ չուզում ձեր հետ երկու բառ խոսա։ Ուր ես գնում։ Գաբի հենց մոտ։ Ինչ կա։ Գնամ տիրություն անեմ, վերջը մեծ աղբերն եմ։ Այդ որ ասեցիր աղբերն ես, շատ շոյվեցի։ Բայց չես կարծում, որ հիմա մի փոքր ուշ է։ Ի՞նչն է ուշ։ Ժամը 1:30 է։ Վայ, բալես։ Ինչից սկսենք։ Մենյուից։ Առաջարկներ ունես։ Իհարկե։ Ուրեմն Հանգիստ եղեք, ես ձեզ չեմ խանգարում։ ես մի քանի ուտեստ եմ առանձնացրել, հեսա քեզ կուղարկեմ։ Բա ո՞րն ու տղա է սապը։ Ստուլ։ Իսկ բա խոսքի Արամ, ասա Գաբի ջան։ կարաս մեզ մենակ թողնես։ Գաբի ջան, իհարկե կարամ, դու մենակ ասա։ Արդեն ասեցի։ Ուզում եմ իրականում ձեզ օգնել։ Լուրջ ես ասում։ Հա, Լսի մի հատ հարց կա, որում հաստատ կարաս օգնես։ ասա Գաբի ջան։ Կգնաս տեղից։ Գնամ ու ինչ անում։ Գնաս ու էլ հետ չգաս։ Ես ձեր համար, դուք ում համար։ Կներես, Վահան ջան։ Թեթև տար։ Հեսա կուղարկեմ։ Չորշիշ գարեջուր։ Այդ քեզ բա մնացածին։ Երկու շիշ էլ մնացածին։ Okay, իշխան պապ։ Դե հասկացա էլի։ Դե իշխան պապ, այսքան ժամանակը հետս շփվում ես ախր։ Դու արդեն իմ խոսալու ձևը պետք է ռուբի տանես։ Հասկանաս էլի։ Լավ։ Ոնց տենում եմ շատ լավ լեզու ես գտես տեղի ժողովրդի հետ արդեն։ Դո չէ Անահիտ ջան, ինչ լեզու գտնել։ Խոսում եմ հետները, հետո իմ ասածը թարգմանում եմ։ Ոնց որ երկու անգամ խոսամ։ Դե ի նկատի ունեմ այնքան ես հետները մտերմաց է, որ արդեն ուղիղ զանգում են քեզ։ Անահիտ ջան, ոնց որ խանդում ես։ Ուզում ես ասեմ էլի քեզ զանգեն։ Չէ, լավ է։ Թող զանգեն քեզ։ Իմիջիայլոց զանգում եմ։ Ներես։ Հա, վարսիկ տա։ Չեմ մոռացել, հեսա 10 րոպեից delivery կանեմ։ Դե կառաքեմ էլի։ Հա, գալիս եմ։ Լավ, վարսիկ տա։ Լավ։ Գաբի ինձ թվում է անունը պետք է հայկական լինի։ Վերջը մի մոռացի որտեղ են բացում այս օբյեկտը։ Ապեր։ Բա դու խմել, ծխել, խաղալ, այդ վատ սովորություններից որին ես տիրապետում։ Ոչ մեկին։ Էլ մի լավ ոչ մեկին, հələ ճիշտ ասա։ Արամ, կլինի հանգիստ թողնես։ Անգլերենի տիրապետում ես։ Ինչ սպորտ ես տիրապետում։ Արամ, հեսա կգնամ պապային կասեմ, քեզ նենց կտիրապետի հենց տեղ, որ անունդ էլ կմոռանաս։ Չի կարա տենց բան լինի, որ ես իմ անունը մոռանամ։ Բան իմ անունը հիշում ես։ Հա, Արամ ջան, հիշում եմ։ Տենում ես, Վահանն էլ չի մոռացել իմ անունը։ Ոնց ես կարամ մոռանամ։ Լավ, գնացի։ Կապով։ Կներես, Վահան ջան։ Ոչինչ, արդեն սովորում եմ։ Կարլեն, զանգի Զավենին, ասա թող գալուց աղացած միս ու խաղողի թուփ հետը բերի, տոլմա եմ պատրաստելու։ Դու այդ բառերը որտեղից գիտես։ Հեգնանքդ քեզ պահի, հա, եթե ուզում ես երեկոյան թփով տոլմա ուտես։ Ինչ եղավ։ Գիտես ինչ կանեմ սպասել այսօրվան։ Որ օրվան։ Էն օրվան, որ ես քո պատրաստած տոլման պիտի ուտեմ վերջապես։ Դե որ այդպես է հիմա զանգի։ Հակառակ դեպքում ստիպված ես լինելու երկար սպասել։ Զանգում եմ։ Իսկ քո հեռախոսնուրը։ Ես այնքան վիդեո նայեցի, պատրաստելու հետ կապված։ Զարյատկեն նստեց։ Հա, այդ ուրիշ բան։ Ալո, Զավեն։ Զավեն ջան, կարողանում ես խոսել։
Հա, դե նստի, որ մի բան պիտի ասեմ։ Հա, փողոցում ես։ Դե լավ, ուրեմն մի բանից բռնվի, որ չընկնես, ասելու եմ, դսի։ Մարգոն որոշել է թփով տոլմա պատրաստի ասել։ Ալո, Զավեն։ Այդ տղա ասեցի էլ մի բանից բռնվի։ Հա, մի խոսքով, էլ չերկարացնեմ։ Գալուց հետդ կբերես աղացած խաղող ու թփի միս։ Խաղողի միս ու աղացած թուփ։ Մի խոսքով հասկացար ինչ եմ ասում։ Իսկ ինչ գույների մեջ ես պատկերացնում։ Բնականաբար վարդագույն։ Լավ կատակ եմ անում հանգիստ, մենակ թե դեմքդ տեսնեիր։ Լավ է որ կատակ ես անում, որովհետև ես արդեն փոշմանում եմ ես նախաձեռնության համար։ Չգիտեմ ինչ գույն եք ուզում անեք ձեր օբյեկտը, բայց ինտերիերը լավ կլինի կարմիրի պակաս չունենա։ Կարմիրը ինքը ագրեսիվ գույն է, ու մարդիկ կարմիր գույնի ազդեցության տակ շատ են խմիչք պատվիրում ռեստորաններում։ Իսկ ռեստորանի հիմնական փողը խմիչքից է։ Լսի, բայց ճիշտ բան է ասում։ Գիտեմ, բայց եթե մենք ինչ-որ բան իր առաջարկոցով անենք, սաղ կյանքներս հիշացնելու է։ Հա, լավ, կարմիրը չենք ուզում։ Դե արի մենք առաջին արտաքինը հասկանանք, հետո նոր ներքինի մասին կմտածենք։ Նայ։ Դե արի մի հատ էլ անցնենք։ Հիմա նայ, կես կիլո բրինձ, մի կիլո պամիդոր, մի կիլո նազերվան, հա, հələ մի վարկան տոպրակ հաշվում եմ, այսինքն ունես, հիմա չհաշվեմ, ասում ես մի հաշվի, լավ ասում եմ վեր։ Լսի, կարող է ես այսօր շուտ գնամ։ Ինչի։ Դե ամեն ինչ կարողանում ես անել, էլի մնալու իմաստը որն է։ Չէ, դե ոնց իմաստը որն է։ Բա որ դու գնաս իմ աշխատավարձով ա տալու։ Դիա։ Սմբացա բարի օր։ Նենց էլ մի Իրանից գող բարի օր ասում, ոնց որ հեչ բան չի պատահել։ Ինչ ա պատահել։ Այդ տղա, դու ինձ կարող ես ասել, ինչի ա ողջ Հովաշենը բողոքում քեզանից։ Սմբոցա ինձանից։ Հա, հենց քեզանից։ Այսօրում տեսա, բոլորը մի բերանեն են ասում, որ ձեր խանութի աշխատողին ասում ենք արի նստի, հետներս մի կտոր հաց կեր, մերժում ա։ Ես էլ ասի ինչ ես ասում, այդ ցավը տանեմ։ Դե ասա տեսնեմ ինչի ես մեր հաճախորդներին նեղացնում։ Չէ, դե որ ամեն մեկի հետ նստեմ, հաց ուտեմ, ամեն մեկի տուն մտնեմ, փակորձը սովանի սմբոցա։ Ես կատակ եմ անում տղա ջան։ Իհարկե դու ճիշտ ես։ Շատ ապրես։ Այս նկարը ինչի եք կպցրել։ Հոմերատ չես այդ տղա։ Աշե։ Պապ ջան, այս մեր խանութի լավագույն աշխատողն է։ Միակ աշխատողը։ Միակ ու անկրկնելի աշխատողը։ Դե հա։ Անհամեստության բավով մի քիչ աշխատանքներ կա տանելու իմ վրա։ Որ աշխատես վերջացնես, տեղ չգնաս։ Միասին գնում ենք Բադալենց մոտ խաշլամա ուտելու։ Վայ, մեծ սիրով սմբացա։ Այդ տղա, դու բլոտ խաղալ գիտես։ Ոնց չգիտեմ, բլոտն ինչա որ չի իմանամ։ Կարքին տղա ես եղել չեմ իմացել։ Դե լավ, ուրեմն ես զանգ եմ Բադալեին, ասեմ, որ էլ 4-րդ մարդ չկանչի։ Լսի լը։ Դու բլոտ խաղալ գիտես։ Հա, Սովորացնես ինձ։ իհարկե։ Սկզբի համար ինձ թվում է երկու մատուցողի հերիքա, չէ։ Վահան սրահը ին վրա է, չէ։ Ուրեմն թող այդ հարցերը ին վրա, հենց բացվենք կորոշենք։ Դե հապայց չենք է կարա է շատ ձգձգենք, որովհետև շոր կարել կա բան կա։ Վահան, վաղ ինչ ունես անելու։ Ինչի։ Դե գնանք միտեղ նստենք, հաց ուտենք, իրար լավ ճանաչենք։ Ինչ կասես։ Լսես կավա վաղը գնանք Վրաստան։ Վրաստան ինչի։ Դե ասում եմ որ մարդուն ուզում ես լավ ճանաչես, հետո պետքա ճանապարհ գնաս։ Լավ բան ես ասում։ Գնամ զոնցիկս վերցնեմ, դուրսը քեզ եմ սպասում։ Արամ, դու ինչ ես ուզում ինձնից։ Քեզից ոչ մի բան, իսկ ես մարդուց ինֆորմացիա։ Չիմանամ ում հետ ես որոշել համատեղ կյանքդ վարես։ Ինչ
ես խոսում, Արամ։ Մեր հանդիպումը աշխատանքային բնույթ է կրում։ Հնչի աշխատանքային համատեղ չի լինում։ Թե ուրիշ բան կա ես չգիտեմ։ Ես ինչի եմ քո հետ ընդհանրապես գլուխ դնում։ Վրաստանի ճամփին ապարանքը կանգնենք, չէ՞ մի հատ։ Տես, այս վեգանների աճնա ամբողջ աշխարհում։ Էս էլ Հայաստանում։ Ես ձեր տեղը լինեի, ռեստորանում վեգան մենյու կունենայի։ Արամ լավ բան ես ասում։ Լսի, կարող եմ մեր PR մենեջերը լինես։ Ես քո տեղը լինեմ, այտենց ռիսկի չէի գնում։ Արամ, պապան քեզ է կանչում։ Ասա հիմա չի կարա գործ անում։ Ասեց, եթե հենց հիմա չգա, ուրեմն չղջիկ։ Հենց տենց է ասեց։ Վահան ջան, մեր Վրաստան գնալը աչքից մնաց հետո։ Ներես, լանգս։ Ինչ չղջիկ։ Կարևոր չի։ Կարևորը, որ մեզ էլ Արամը չի խանգարի։ Շարունակենք։ Շարունակենք։ Լսի, մի հատ լավ բան եմ մտածել։ Նայ, էսի վեգանների տարեկան աճն ամբողջ աշխարհում, այն ինչ մեծ թիվ է։ Ասում եմ կարող է վեգանների մենյու անենք։ Շատ լավ բան ես ասում։ Գաբին ասաց չղջիկ, այդ ճիշտ է։ Հա, ճիշտ է։ Բայց ինչ եմ արել այ հեր։ Ես քեզ 1000 անգամ ասեցի, քրոջդ հանգիստ թողելի։ Ի տարբերություն քեզ նա աշխատում է։ Լավ էլի ինչքան կարելի է արդեն։ Ինչը։ Ինչքան կարելի է ինձ այտենց վերաբերվել, ինչքան կարելի է ինձ ասել բառադի։ Ես քեզ տես բան եմ ասել։ Հələ որը դեմներս է կասես էլի։ Հա, բայց ոչ չասեմ, եթե բառադի ես։ Տեսար, ասիր։ Հենա։ Որովհետև դու սադրեցիր։ Լավ հերս։ Ես բառադի եմ, օքեյ։ Բայց քանի դու ինձ տենց ես վերաբերվում, ես տենց էլ մնալու եմ։ Այդ ես չեմ ասել։ Այդ սոցիոլոգիա է։ Մարդես Քիմ Քարդաշյանի նկարն ինչ եղավ։ Կներես, գործով ու Արամով ընկան, քեզ մոռացա մի բան հյուրասիրեմ։ Անա ոչինչ կապի ջան։ Հաջորդ անգամ։ Վաղը գալու ես, չէ՞, դեռ լիքը բանն ենք անելու։ Հա, իհարկե գալու եմ։ Ուղղակի Կխնդրեմ պապային այդ չղջիկի պահը ավելի շուտ կանի, որ Արամը մեզ չխանգարի։ ճիշտ է, չգիտեմ ինչ ես ասում, բայց շատ վստահ ես ասում։ Գնանք։ Բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Բարև ձեզ, ես նոր հեռախոս եմ ուզում վերցնել, ուղղակի դեռ չեմ կողմնորոշվել։ Դուք ապառիկ ունեք։ Իհարկե, մեզ մոտ ինչպես միշտ գործում են ապառիկի բացառիկ պայմաններ։ Շատ լավ է, այդ դեպքում ինձ տվեք ամենաթանկանոց հեռախոսը։ Բարի։ Հա, Սիլվի։ Հա, ես արդեն նոր հեռախոս ունեմ, ինձ կա սաունդտեսնես Հովանեսյանի աղջիկը հետ։ Լավ, լավ։ Համբարձումյանի աղջկան հելը որ քենսել ենք անում։ Գիտես հենց նորում տեսա, այլ ճիշտ միջև հիմա տենում եմ։ Գաբի քավոր Վիկտորին։ Ոստե հա ինչ։ Սենց ասեմ քեզ ամեն ինչ։ Վիկտորը իբր Կարլենի քծե թռել էր, բայց ոնց տեսնում եմ դա ընդհանրապես տես չի։ Ես ստեղից լավ հոտ եմ առնում։ Պետք է հետևել քավոր ձյային։